կուզենամ, որ Հայաստանը ժողովրդավարության կղզյակ, ժողովրդավարության փարոս, լամպճկա համարող ԱՄՆ դեսպանի ներկայացուցիչները նայեին ահա այս նկարներին, երբ ես երկար տարիներ եվրոպական ինտեգրման այնուհետև մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի, ցանկացած նման քննարկման ժամանակ Սվիտարսկին լիժանկան դնում էր եւ ըստեղից չէր գնում որևէ տեղ։ Իր հետ միասին Եվրոպական միության բոլոր դեսպանները, իրանք ոչ միայն մասնակցում էին ընդդիմադիր քաղաքական գործիչների բոլոր դատերին, այլև ընդդիմադիր քաղաքական գործիչների անալիզների նկարներով, մայկաներով ներկայանում էին բոլոր ակցիաներին, ինչի հիշեցի մեզի անալիզը, որտև այո, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մի հատ տեսարանի ականատես եմ եղել, երբ որ շվեդ մի պատգամավոր Նավալնու մեզի անալիզի պրաբիրկան տարավ, որ շպրտի ռուսական պատվիրակության կողմը, ռուսական պատվիրակությունը այնտեղ չէր, որտեղ նրանք զրկված էին ձայնի իրավունքից, այո, Ռուսաստանում քաղաքական բանտարկյալների մասով, բայց մենք չենք տեսնում, որ եվրոպական են կառույցները, որին ի դեպ, որի 2012 թվականին, երբ որ Եվրոպայի խորհուրդը մշակեց եւ ընդունեց քաղաքական բանտարկյալ եզրույթը, ես ինքս եղել եմ այդ աշխատանքային խմբում, ես ինքս մշակել եմ այդ կանոնները եւ պնդում եմ բոլոր քաղաքական հայացքներով կալանավորվածները, չկալանավորվածները, բոլոր 5 պարամետրերից յուրաքանչյուրով կամ բոլորով 5-ով համարվում են քաղաքական հետապնդյալներ եւ քաղաքական հալածյալներ։ Բնականաբար մենք չենք տեսնելու եւ մենք չենք լսելու նրանց ձայնը, որովհետև աշխարհաքաղաքական իրենց սոուսի մեջ Հայաստանում տեղի ունեցածը նրանց համար նկատելի չէ։